այսօր ինչ է հասնարարված մեզ։ Էլեկտրական շղթա։ Ահա, կանգնել այսօր։ Էլեկտրական շղթա, զուգահեռ եւ հաջորդական միացում։ Այո, նստի։ Անհասկանալի հարցեր ունենք, ասոչ։ Ոչ։ Հիմա կասեմ, էլեկտրական, դու ես ասել հիմա։ Էլեկտրական շղթա կազմելու համար մեզ ինչ, պարզագույն էլեկտրական շղթա կազմելու համար մեզ ինչ է հարկավոր։ Եվ նաև վոլտաչափ, այո։ Երեխեք, ուրեմն հիմա մենք այսօր պատրաստելու ենք, հավաքելու ենք էլեկտրական շղթա և որոշելու ենք օրինակ էլեկտրական լամպի դիմադրությունը։ Բայց մինչև շղթան հավաքելը մի հատ հասկանանք, թե որ միացումներ կոչվում հաջորդաբար։ Ասա տեսնել Լարիսա, որ միացումներ կոչվում հաջորդաբար։ Հաջորդական միացում կոչվում է փաղաշները միացում են իրար ետերից, այսինքն մեկը մյուսի ետերից հաջորդաբար, ու այս դեպքում հոսանքի ուժը մնում է նույնը, այսինքն ամփոփվում է հոսանքի։ Այո, ապրես։ Իսկ Ալիսա, որ լարման և դիմադրության ինչ կապ է ստեղծվում, օրինակ լարում ինչ է հավասար։ Տարբեր տեղամասերի լարումների գումարը։ Ապրես, իսկ դիմադրությունը։ Տարբեր կարող ես գրել։ Գրին է հաջորդական միացում, իսկ որ միացումն է կոչվում զուգահեռ միացում, Թամարա։ Զուգահեռ միացում է կոչվում, երբ բոլոր հավաքիչները միացված են զուգահեռ։ Ապրես, իսկ որ զուգահեռ միացման ժամանակ որ մեծություններ մնում ամփոփով։ Զուգահեռ միացման ժամանակ լարում։ Այո, ապրես, իսկ զուգահեռ միացման ժամանակ հոսանքի ուժ ինչ է հավասար, Մարի։ Ընդհանուր հոսանքի ուժ ինչ է հավասար։ Առանցին տեղարանցիում հոսանքի ուժերի գումարն ապրես։ Իսկ դիմադրությունը առանցին մասերի հակադարձ մեծությունների գումարին, այո։ Սոֆիա ջան, արվի կողքի զուգահեռ միացում։ Հիմա հոսանքի ուժը շղթայով ինչպես էին որոշում, հոսանքի միջոցով։ Ամպերաչափ, այո, իսկ լարումը վոլտաչափ։ Ամպերաչափը շղթային ինչպես է միանում, հաջորդաբար, իսկ լարումը շղթային արամ զուգահեռաբար, այո։ Հիմա Բորիսը և Արգամը կհավաքեն էլեկտրական շղթա, իսկ հետո Մարի կներկայացնի, որոշենք շղթայի դիմադրությունը։ Տանալինը, շղթա, հոսանքի աղբյուրը ու լամպը։ Այո, ապրես։ Հիմա նաև վոլտաչափը միացրեք շղթային, վոլտաչափը շղթային ինչպես էր միանում։ Անվտանգության կանոնները պահպանելու համար մի հատ անջատում ենք, հետո միացնենք վոլտաչափը նաև։ Արգամ վոլտաչափը ոնց էր միանում շղթային։ Զուգահեռ։ Ապրես։ Հիմա և վոլտաչափը և ամպերաչափը երկուսն էլ արդեն ցույց են տալիս հոսանքի ուժը և լարումը։ Մարի ջան, լատարտակի մոտ R-ը ինչ է հավասար։ R-ը հավասար է, ապրես, գրի մի հատ։ Այսինքն հիմա մենք լարումը որոշելու համար մենք ունենք ինչ։ Վոլտաչափ, հասխալ եմ տալիս։ Վոլտաչափ, իսկ հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափ։ Հիմա դե շղթան ներկայացրու։ Մենք հավաքել ենք էլեկտրական շղթա, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, վոլտաչափից, ամպերաչափից, վառնալուց և իհարկե էլեկտրական համից։ Այո, որ դիմադրությունը պետք է գտնենք ամպերաչափի և վոլտաչափի միջոցով։ Այո։ Դրա համար կհաշվենք բանալին միացրու, բանալին ինչի համար էր միացնելու և անջատելու համար։ Հիմա գրատախտակի մոտ թող գա Ալիսա, Մարի տվյալները կասի, Ալիսան գրի գրատախտակին, իսկ մենք տեղում ենք գրում,
Հիմա նայեք ցուցմունքները։ 6 Ահա, դա որն էր, հոսանքի ուժ գրիվը 9 հավասար է, 6 ամպեր, իսկ զարումը, Զարումը 0.32 ահա, որ, Այսինքն ինչ ստացվեց, փաստորեն մենք ինչը որոշեցինք, դիմադրությունը, այսով մենք տեսանք, որ դիմադրությունը որոշելու համար մենք վոլտաչափից վերցրեցինք լարման արժեքը, իսկ ամպերաչափից հոսանքի ուժի։ Բայց երեխեք, օրինակ R-ը հավասար է ում բաժանածի, Նարնե, կարող ես ասել, դիմադրությունը կախված է հոսանքի ուժից և լարումից։ Դիմադրությունը կախված չէ լարումից և հոսանքի ուժից, քանի որ այդ երկուսը իրար ուղիղ համեմատական են և ինչքան անգամ մեծացնում ենք լարումը, այդքան անգամ մեծանում է նաև հոսանքի ուժը և հակառակը։ Եվ այդ հարաբերությունը միշտ մնում է անփոփոխ։ Դա նշանակում է, որ դիմադրությունը կախված չէ տեսակից ուժից և լարումից։ Իսկ ինչից է կախված դիմադրությունը։ Դիմադրությունը կախված է նյութի տեսակից, հաղորդչի երկարությունից ու մակերևույթի մակերևույթից։ Այն հնարավորությունի Էլը ինչն էր, էլը հաղորդչի երկարությունն էր, էսը լայնական հատույթի մակերես, իսկ ռոն ինչ էր կոչվում, տեսակարած դիմադրություն, այո, որը ցույց էր տալիս նյութի տեսակից կախվածությունը, այո, նստի։ Հիմա երեխեք մեկ խնդիր գրենք այս բանաձև կիրառմամբ և որպես շարադատում են, որպես վերջնական ամփոփիչ Ալիսաջանարի գրատախտակին 1434 խնդիր գրեմ, դուք էլ տեղում։ Որքան պետք է լինի 1 միլիմետր քառակուսի լայնական հատույթի մակերեսով կոնստանտանի հաղորդալարի երկարությունը, որպեսզի 10 վոլտ լարման դեպքում, ում հավասար է 10 վոլտ լարման դեպքում, հոսանքի ուժը լինի 200 միլիամպեր։ Կոնստանտանի տեսակարար դիմադրությունը ռոն հավասար է 5 անգամ 10-8 օմ անգամ մետր։ Պետք է որոշել էլը, այո, երկարությունը։ Բայց մինչև երկարությունը որոշելը մենք նայենք այդտեղ միավորները, ոնց ենք դարձնելու։ 1 միլիմետր քառակուսին քանի մետր քառակուսի կլիներ։ 10-ի մինուս 6։ 0.2 ամպեր։ Հիմա գրում ես բանաձևը, շատ ապրես։ Այս փորձով կհամոզվենք, որ հաղորդչի դիմադրությունը կախված է հաղորդչի նյութի տեսակից։ Որին ենք միացրել։ Գրասից ենք միացրել, որոշելու ենք գրասի դիմադրությունը։ Այո, եւ դրա համար օգտվում ենք ամպերաչափի եւ վոլտաչափի ցուցմունքներից։ Հիմա գրի Բորիս ջան տվյալները, թելադրի արգա։ Օրինակ, ամպերաչափի հոսանքի ուժը հավասար է 4.92 ամպեր։ Ահա, ամպեր, իսկ վոլտաչափին է 2.17 վոլտ, ահա, ու R-ը գտնելու ենք։ R-ը գտնելու համար ինչ ենք անելու, Բորիս ջան։ Ահա, այսինքն, 2.17-ը բաժանած 4.92-ի, բարձր, ահա, 4.92, գրի 0.44 օմ, փակագծի մեջ գրի, որ դա գրասի դիմադրությունն է, հիմա այս նույն փորձը կատարում ենք արգամ, վերցնում ենք կոնստանտան է հաղորդալարին, այսինքն հիմա միացումը փոխեք, ահա, որը ունի նույն երկարությունը, նույն լայնական հատույթի մակերեսը, ուղղակի ինչն է փոխվում։ Նյութի տեսակը։ Դե հիմա տվյալները նորից թելադրի թող գրի։ Հիմա այն կողքից գրի, Բորիս ջան։ Հոսանքի ուժը հավասար է
Արդեն 1.3 ահա 1.43 ամպեր, իսկ լարումը 3.48 ահա 3.48 վոլտ։ Հիմա որոշում ենք R-ը։ Տվյալները ահա 3.48 ընդեր, Բորիս ջան։ Ահա 3.48-ը բաժանած 1.43 2.43 ահա, իսկ ինչ ստացվեց, ուրեմն այս դիմադրությունը որոշեցին կոնստանտալ, ահա, կոնստանտալ, այսինքն Բորիս ջան, ինչ տեսանք, ինչ համոզվեցինք, որ դիմադրությունը կախված էր ինչից, հաղորդչի նյութի տեսակից, այո, ապրել